Հունիսի 26-ի երեկոյան ժամը 23-ի սահմաններում կանչի մեկնած բժիշկը հիվանդի որդու կողմից մի քանի անգամ ծեծի ենթարկվելուց հետո կատարել է իր մասնագիտական պարտականությունները, առաջին օգնություն է ցուցաբերել հիվանդին։ Ցավով պատմում են գործընկերներն ու կատարվածը որակում ոչ միայն անթույլատրելի, այլև անմարդկային արարք։ Եվ ազգի համար է խայտարակություն, եւ մեր քաղաքի համար է խայտարակություն, բայց ասեմ, որ երևի թե ընդհանուր սիտուացիան ինտելիգենցիայի դեմ սկսված անհիմն պայքարի կարող է եւ հասնել այսպիսի հետևանքների, այնպես որ սա ավելի խորքային հարց է։ Բարբարոսություն էր սա լսելու եւ հասկանալու ցանկացած մարդ կարծում եմ որ ունակ չէ, որովհետև սա չպետք է տեղի ունենար այն պարագայում, երբ որ մարդը կատարել է իր պարտքը, բարոյական եւ իր մասնագիտական պարտքն է կատարել։ Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ բժիշկը ամենազոր չէ եւ միշտ չէ որ կարող է փրկել հիվանդին, կարող է ինչ-որ տեղերել կորցնել հիվանդին եւ բացի դրանից այո, կարող է նաեւ եւ ուշացումներ լինել, կարող է եւ չէ որ բժիշկ է զբաղված է այդ մարդը։ Ոնց կարելի է մտածել, որ եթե բժիշկը ուշ է գալիս կամ ինչ որ մի բան այնպես չի անում, ուրեմն մեղքը իրենն է։ Կատարվածը անկնահատելի էր կամ ինչ ձևով կնահատես, երբ որ բժիշկի հետ կարելի է վարվել այդ տիպի։ Բժիշկ մասնագետների կարծիքով խնդիրներ բժշկի եւ հիվանդատերերի միջև շատ են ծագում, բայց իրենք միշտ էլ ըմբռնումով են մոտենում այդ հարցին։ Սակայն ըստ նրանց հասարակության մեջ այսօր թյուր կարծիք է ձևավորվել բուժաշխատողների հանդեպ։ Մենք մեզ պաշտպանված չենք համարում եւ ամեն վարքյան կանգնած ենք նման վտանգի առաջ, դժգոհում են նրանք։ Այս ոչ առաջի դեպքն է, ոչ է վերջի դեպքն է, այսպես շարունակվի, բայց բժիշկները վերջի չաշխատեն լեննականում, թող Երևանը գա ու աշխատեն։ Մենք զարմանում ենք, պայքարում ենք 100 տարի պայքարում ենք գենոցիդ ընդունելու մասին, ու այսօր մենք նույն գենոցիդը անում ենք մեր ազգի մեջ։ Անդրադառնալով Աշոտ Գրիգորյանին դաժանաբար ծեծի ենթարկելու փաստին, ինչի հետևանքով էլ ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության վրա է հասել մահը, բժիշկների գնահատմամբ դա ոչ միայն քրեորեն պատժելի է, այլ հատուկ հետևողական եւ լուրջ վերաբերմունքի է արժանի կառավարական մակարդակով։ Բժիշկը անդադ ունեցել է մեծ լումա, հատկապես Գրիգորյան Աշոտը։ Այնքան մարդ է փրկել, որ ես հիմա դաժե չեմ կարող հիշեմ այդ մարդկանց անունները։ Ես կին եմ, բայց ասում եմ, եթե դաժե այդ մարդը իմ ձեռս ընկներ, ես տրանքը ոչնչացնեի։ Ես նույնիսկ պատժի բնորոշում չեմ կարող տալ, որովհետև կատարվածը սարսափելի է։ Իսկ բժիշկ վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը մեծ ավանդ թողեց այս ոլորտում։ Այսօր արդեն գործընկերները մեծ ցավով ու ափսոսանքով են հիշում իրենց ավագ ընկերոջը։ Պարոն Գրիգորյանը նորմալ մեր ավագ ընկերն էր, իր աշխատանքային կյանքը գործունեությունը անցած հետաքրքիր, ճիշտ, լավ մասնագետ, տեխնազո։ Գիտեք, կատարյալ մարդ ու նկարագիր, եթե կուզենայիք իմանալ, շատ կատարյալ բժիշկ, կատարյալ մարդ, լավ ընկեր։ Դեռ մի քանի օր առաջ Գյումրու շտապ բուժօգնության կայանի բժիշկ Աշոտ Գրիգորյանը ուրախությամբ եւ մեծ ոգեվորությամբ էր ընդունել այն փաստը, որ կայանը համալրվել է շտապ բուժօգնության նոր ավտոմեքենաներով։ Չմեռանք, այս մեքենաներն էլ նստանք, ասել էր նա։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Աստարար։